Նրա կերպարը նման էր հսկայական ու անառիկ ժայռի, որն իր մեջ ամփոփում էր թե հայկական լեռնաշխարհի ուժը եւ թե արտիստի անմեկնելի տառապանքը։ Նա այն եզակի մեծություններից էր, ովքեր չէին խաղում բեմում, այլ պարզապես ապրում էին իրենց ճակատագիրը հանրության աչքի առաջ։ Նա անգնահատելի էր թե կինոյում եւ թե թատրոնում։ Առաջին սիրո երգը կինոնկարում նրա մարմնավորած Արսեն Վարունցին սիրահարվում էին Խորհրդային Միության բոլոր աղջիկները։ Նրա մարմնավորած կորիոլան հիացրել է անգամ գերմանացի հանդիսատեսին։ Ներկայացումը դիտելուց հետո գերմանական թերթերը նրան բնորոշել են որպես գերաստղ։ Հզոր հետք թողած դերասան, սա այն բնորոշումն է, որ տալիս են նրա հետ այս կամ այն կերպարանչություն ունեցած մարդիկ։ Արվեստասերները նրան անվանում էին բեմի թագավոր։ Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր եւ իրական պատմությունները։ Ողջույն, այսօր որոշել եմ պատմել մեծանուն եւ հանճարեղ դերասան, ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի կյանքի մի քանի առանցքային դրվագների մասին։ Եվ այսպես 1982 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գլխավոր ռեժիսոր Խորեն Աբրահամյանը բեմադրում է Գաբրիել Սունդուկյանի Պեպոն, որը բեմ է բարձրանում առաջին ու վերջին անգամ։ Նոր ժամանակակից ու Խորհրդային Միության սահմանած չափանիշներից տարբերվող Պեպոն զայրացրել էր Հայաստանի կուսակցական ղեկավարությանը։ Պատմում են, որ բեմադրության ընթացքում Պեպոյի դերակատարը բեմից նայում է կառավարական օթյակում նստած այն ժամանակվա ղեկավարությանն ու խոսքերն ուղում նրանց։ Դերասանը ոչ թե պարզապես թատերական տեքստ է արտասանել, այլ մարմնավորել է հասարակ ժողովրդի զայրույթն ու արդարության ծարավը։ Պատմում են, որ բեմի վրա ոչ թե դերասանն էր, այլ մի արդարադատ մարդ, որը չէր վախենում կորցնել պաշտոնն ու փառքը, հանուն ճշմարտության։ Հենց այս դեպքից հետո էր, որ դերասանին, ինչպես այդ ժամանակ խոսում էր հասարակությունը, աքսորում են Գյումրի, որտեղ նրան թե Վարդան Աճեմյանի թատրոնում եւ թե քաղաքում մեծ խանդավառությամբ են ընդունում։ Նրա հեռացումը հայրաքաղաք ոչ թե պարզապես աքսոր էր, այլ յուրօրինակ վերադարձ արմատներին։ Վարդան Աճեմյանի անվան թատրոնում նրան ընդունում են որպես հարազատ որդու եւ հենց այդտեղ նա ապացուցում է, որ մեծ արտիստի համար բեմի աշխարհագրությունը ամենևին էլ նշանակություն չունի, կարևորը հոգու թռիչքն ու անմնացորդ նվիրումն է։ Այստեղ սակայն դերասանը ստեղծագործական երկար գործունեություն չի ծավալում։ Սունդուկյան թատրոն վերադառնալուց հետո Խորեն Աբրահամյանին տհաճ անակնկալ էր սպասվում։ Այն դերասանները, որոնք ժամանակին երդվում էին նրա անունով, Խորենի դեմ են դուրս գալիս։ Այն ժամանակ շատ դերասաններ ասում էին, որ Սունդուկյան թատրոնի պատերը հիշում են, որ ժամանակին Խորեն Աբրահամյանը այլ դերասանների եւ ռեժիսորների հետ դեմ էր դուրս եկել Վարդան Աճեմյանին։ Ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ 1992 թվականին Հայաստանում ցրտի ու մթի պատերազմի տարիներ էին։ Թատրոնում էլ էր մռայլ։ Աթոռին սարի պես նստած Խորեն Աբրահամյանը անդադար ծխում էր ու լսում գործընկերների չդադարող մեղադրանքները։ Խորեն Աբրահամյանը չի կարող ըստ իս չի կարող ղեկավարել թատրոնը, նրա ամեն օր մնալը ավելի քանդելու է, ավելի այս թատրոնի հերը անիծելու է, ոնց որ մինչև հիմա եղել է։ Դուք ինքներդ կոլեկտիվի առաջ հայտարարել եք, որ եթե դուք չկարողանաք կոլեկտիվին բարձրացնել, կոլեկտիվին ըստ պատշաճի ստեղծագործական կազմը ներկայացնել հանդիսատեսին, դուք ինքներդ առաջինը կլքեք ձեր ղեկավար պոստը։ Դուք ինքներդ ասել եք, դուք ինքներդ ասում եք, ես այստեղ ոչ մի ինձնից բան չեմ ավելացնում։ Ձեզ չի կարող բավարարել թատրոնը, որովհետև թատրոն որպես այդպիսին գոյություն չունի։ Մեր գեղարվեստական ղեկավար Խորեն Աբրահամյանը, նա իր եսակենտրոն ու կողմնակալ բնավորությամբ, գործի գլուխ կանգնելու անկարողությամբ, ամեն ինչ իր օգտին ծառայեցնելու մոլուցքով ի վիճակի չէ ծրագրելու եւ կազմակերպելու թատրոնի գործունեությունը, բուժել նրա հիվանդ օրգանիզմը։ Ճիշտ չէ։ Դերին գնալու ժամանակը չի։ Ես գիտեմ ես։ Իրար հաջորդող ծանր ու մռայլ ժողովներն իսկական դատավարության էին նման։ Այս ժողովներից մեկի ժամանակ դերասանն ասում է. Դատավորը ես եմ ու քեզ եմ քննում։ Մի թշնամի կա, որ չեմ կարող հաղթահարել։ Մի թշնամի կա, որ ոչ մեկը չի կարող։ Մի թշնամի կա, ամենաանտանելին, ամենասոսկալին,
Ինձ շնամի ես Բայց ինչպես դուք չեք խղճում այն մարդուն, որ ձեզ սիրում է, ես խորենին գիտեմ ախր, գիտեմ նա ամեն մեկի մի փոքրիկ բանով ոգևորվել գիտի երեխայի նման, եթե նա ազնիվ ու շատ բարի մարդ չլիներ, հիմա այսքան խոսակցությանը չէր դիմանա, չի կարելի ընկերներ, բոլորդ սովորեցնում եք, ոչ ոք չի սիրում սովորել, Այնինչ հենց բոլոր նրանք, ովքեր սովորեցնել են սիրում, իրենք մեծ պահանջ ունեն սովորել։ Ախր այս մարդը իսկան բան այսօր լսեց, դուք հասկանում եք ինչա կատարվում դա։ Եթե ես մարդ եմ նստած, վատ եմ զգում, մտածում եմ տուն կհասնեմ, թե չէ, այն մարդը ոնց պիտի տուն հասնի, անհարմար չի ընկեր։ Եվ մենք խոսում ենք մեր ղեկավարի ներկայությամբ, ցույց ենք տալիս, թե մենք ինչպիսի մարդ Այս ինչ տեսակ մարդիկ ենք ընկերներ։ Իրավունք չունեք Խորեն Բաբկենիչի հետ այդպես խոսել։ Այդպես անհոգի, անխնամ, չի կարելի այդպես, պետք է մարդուն ափսոսալ։ Բայց հիմա այս ցրտին, երբ որ իսկապես գոլոշի է բարձրանում, երբ որ անելիք չունենք, երբ որ ամիսներով անգործության ենք դատապարտված, մենք հիմա ինչ պահանջ ունենանք մեր գլխավոր ռեժիսորին։ Մինիստրին էլ ցույց ենք տալիս, թե տեսեք մենք հասուն մարդիկ ենք, որ մեկից չի ճանաչում։ Ես ցավում եմ, որ ես թատրոնում եմ աշխատում եւ ձեզ հետ բոլորի ափսոսում եմ այն տարիներս, որ ես ձեզ հետ այս բեմի վրա խաղացել եմ, որովհետեւ ես ձեզ շատ լավ եմ ճանաչում եւ գիտեմ թե դուք ինչեր եք ասել Խորեն Աբրամյանի մասին, ինչեր եք արել նրա գլխին եւ այսօր դուք ինչ եք անում Ես նրան ավելի եմ հարգում, քան ձեզ յուրաքանչյուրի, որոնք կարող եք անմիջապես փոխվել, դառնալ այսպես, դառնալ այնպես, դառնալ այսպես, դառնալ այնպես։ Ես մնացել եմ միշտ իմ ճիշտ վիճակի մեջ։ Խորեն Աբրամյանին սիրեք, փայփայեք, մի շարունակեք այն նույն պատմությունը, ինչ որ արեցիք Աճեմյանի գլխին, Ղափլանյանի գլխին, մյուսի գլխին։ Սիրեք ու հարգեք։ Հետո խռոված հեռանալու էր Միացյալ Նահանգներ։ Այստեղ ապրելու տարիները նրա կյանքի ամենամռայլ, բայց միևնույն ժամանակ ամենազգայուն շրջանն էին։ Հենց այստեղ ձայնագրվեց հայտնի «Ես իմ անուշ Հայաստանին»։ Իմ անուշ Հայաստանի արևը ամբարն եմ սիրում, մեր հին սազի ողբանմակ լաթակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայիրյան աղջիկների հեզաճկում բան եմ սիրում Սա սովորական ասմունք չէր, սա հայրենիքից հեռացած ու կարոտած երևանցի խորենի հոգու ճիճն ու պորտկումներ Այս ասմունքը հնչում է նաև դերասանի թաղման արարողության ժամանակ Փողոցներում մարդիկ կանգնում ու գլխարկները հանելով հրաժեշտ էին տալիս մեծ արտիստին։ Մի օր դերասանի ամերիկյան բնակարանում հնչում է հեռախոսի զանգը։ Խոսափողից լսվում է Վազգեն Սարգսյանի ձայնը։ Վարչապետը դերասանին խնդրում է վերադառնալ հայրենիք։ Վազգեն Սարգսյանի զանգը ճակատագրական էր, քանի որ Խորեն Աբրահամյանը պետականամետ մարդ էր եւ հասկանում էր, որ իր տեղը հայրենիքում է։ Երևանում Խորեն Աբրահամյանը շարունակում է ստեղծագործական գործունեությունը։ Մահվանից մեկ շաբաթ առաջ նա կնոջ դերասանուհի Գոհար Գալստյանի հետ բեմադրում է իր վերջին ջին խաղը ներկայացումը։ 2004 թվականի դեկտեմբերի 10-ին տաղանդավոր դերասան Խորեն Աբրահամյանը մահանում է սրտամկանի կաթվածից։ Նա գնաց այնպես, ինչպես ապրեց։ Հպարտ, անկոտրում ու միայնակ իր ներքին թշնամու հետ հաշտված, քանի որ նրա ամենամեծ հաղթանակը հենց ինքն իրեն հաղթելն ու հավերժության մեջ մնալն էր։ Иди, давай сюда! Որ ողջ կյանքս խաղացի
Դա Խորեն Աբրահամյանն է։ Հասարակ երևանցի։ Դա Խորեն Աբրահամյանն է։ Իսկական երևանցի։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։